Ողջույն ժողովուրդ ջան, այդ տնակը տեսնում եք այնտեղ, այս հենց հեռու տեղ, Երևանի մոտերքում է, նոր այդ տնակում է ես, այնտեղ ապրում են 8 հոգանոց մի ընտանիք, 6 հատ շատ սիրուն Աստուծո պահած երեխեք, ահա որ ծանր պայմաններում, անձրևոտ եղանակ կա, տնակը կաթում է, միջոց չկա, ոչ մի հնարավորություն չկա, ուզում եմ ձեզ ցույց տամ. Ես իրենց մոտ չուզեցա նկարել, իրենց չուզեցա նկարել, այլ հեռվից եմ նկարում։ Եթե ձեր խիղճը շարժվեց այս ամեն ինչը տեսնելով եւ ուզենք մի բանով օգտակար լինել իրենց, տուն չունեն, հնարավորություն չունեն, ամուսինը աշխատում է, կինը երեխաներին է պահում, աղոթքով ապրում են։ Եվ ճիշտ ասած Տեր Հիսուսն էր, որ ինձ ցույց տվեց այս տեղը, որ եկա տեսա։ Եթե ուզենաք մի բանով օգնեք, կարող եք ինձ գրել, ես ձեզ կփոխանցեմ մայրիկի հեռախոսի համարը։ Նոր տարի է գալիս, անկեղծ եմ ասում, անձրևին մտանքներ, ջուրը վերևից կաթում էր, ցուրտ, երեխեքին բարևեցի, ձեռքը սառը երեխայի։ Ունենց էլ սիրուն լավ Աստծո պահած երեխեք են, խիղճս չտարավ, սիրտս չտարավ, ուզեցի ձեր հետ կիսել այս ամենը։ Գոնե աղոթեք այս ընտանիքի եւ իրենց նման ընտանիքի ու երեխաների համար, շատ եմ խնդրում։ Թող իրենք էլ լավ նոր տարի ունենան, թող իրենք էլ միգուցե Տերը ողորմի սուրբ ծնունդը նոր տան մեջ տոնեն։ Ինչ իմանաս, Աստված ում սիրտը ինչպես կշարժի։ Եղավ ժողովուրդ ջան, Աստված օգնական բոլորիս։